Այ լույս։ Ուրախ ես։ Տաքա չի, արդեն դրա համար ուրախ ես, չէ։ Տաքանում արդեն եղանակները։ Ոյ մտանք խանութ։ Առավոտ շուտ աստեղ բանում ենք այսօր նայելու վերցնենք։ Անգելին անել հետներս, Անգելը մոռացել է ընդմիջումը վերցնի, Անգելին էլ հաց վերցնենք գնանք։ Անգելին մենք ենք տանում այսօր։ Վերջ, քանի որ այսօր ուրբաթ է, ես մինչև 12-ն եմ աշխատել, Վիտոն եկավ հետևիցս, մտանք ռուսական խանութ ու այսպես ռուսական համեղություններ ենք վերցրել, գնանք տուն ու ամենակարևոր բաները ցույց կտամ։ Սիրելիներս, մենք եկանք գնումներից ու հենց մուտքի մոտ ում հանդիպեցինք։ Զոյկային։ Գալիս էր դասից ուրախացավ մեզ տեսավ, համեր մենք էլ որտեվ օգնեց առևտուրը բերեցինք։ Ու ես ճանապարհում գետին եմ ընկել։ Ընկել ես։ Հա։ Չովում ոտիկները։ Լավ։ Ոչինչ։ Ուրեմն ինչ ենք գնել այստեղ, Զոյկան սկսել էր արդեն այս ձողիկները ուտելը։ Համով ոչ է։ Ձողիկներ, այսպես քաղցր։ Էսի պետք է Քաղցր։ Հասում խորհուրդ է տալիս Զոյկան, որ գնեք։ Այս պեչենիկները, այս ռուսական խանութի գնումներն է, պեչենիկներն են գնել, իհարկե բոլոր տեղերում էլ կավսրական խանութներում էլ կա, բայց դե մերն ուրիշա համը, այսպես կարոտած համը, միշտ գոնե ամիսը ասել եմ, ամիսը մեկ անգամ աշխատում ենք ռուսական խանութից գնումներ անել, եթե ոչ երկու։ Այս սրանք էլ հարմար է, ասենք մի քանի հատ, սենց որ ֆիլմ են նայում կամ բան դնում եմ երեխեքին կամ մի օրը մի քանի հատ, մի 5 հատ, 6 հատ դնում եմ Զոյկայի բանի լանչ բոքսի մեջ, որ իրանք ունենում են պես պիկնիկի ժամեր։ Հարմար բան է։ Այստեղ գնել եմ համեմ, այստեղ դեմրչան խնձոր էր, դրած ու հենց աչքիցս չվրիպեց, սենց մի քանի հատ երեք արդեն գնումներ արել էինք, մրգ բանջարեղեն, բայց ամեն դեպքում խնձորը ու այս շատ հենց այս տանձը ինձ թվում է լավ, այս սոչնի տանձն է, այս հենց դրանք եմ վերցրել, բայց շատ չէ տեսնում եք, որտև ունեինք տանը արդեն։ Այս կողմում վերցրել եմ կանելոնիներ, այս հենց 3 տուփ կանելոնի եմ վերցրել, երեխեքը շատ են սիրում, շատ համեղ է ստացվում։ Ուրեմն կանելոնիները, այստեղ թթվասեր ենք գնել, այս ռանքերա շատ համեղ։ Այստեղ այս սնկով, այս պանրիկը սնկային սոուսների համար, որ Անգելը պատրաստում է բանի սոուսը, սպիտակ սոուսը, այսի սիրում ենք մեջ ավելացնել, այստեղ ունենք պոմիդորի և վարունգի թթու, մարինատ, որոնք մեր ընտանիքում շատ սիրված են, այստեղ վերցրել եմ 2 հատ խտացրած կաթ, ունեմ տանը, բայց դե էլի, այստեղ սմբուկ եմ վերցրել, քանի որ սմբուկ 3 չէինք գնել, միայն պղպեղ էինք գնել, այս սմբուկը մենակ վերցրեցի ու կծու, սենց կծու պղպեղներ, այստեղ բլղուր, այստեղ սիսեր, մի հատ ռուսական երշիկ, պամելով, որը դե իհարկե ռուսական չի, սոկ, լիմոնադ, այսի չէ, այս ռուսականից չի, այս լույսա միջանցների համար, որ վարվում ասենք սորով, մերը ոնց որ բան էր եղել, այրվել էր, փչացել էր, չգիտեմ, չէր վարվում, այս գնելա, որ փոխի, այս տեխնիկայի խանութից է գնեմ, մի խոսքով, սրանք մեր գնումները, հիմա ես ու Զոյկան դասավորում ենք գնումները ու տեսնենք ինչ անում պապան, այստեղ ամուսինս մի փոքր խորովածի ֆարշա բռնում, մարինացնում է, այսօր ոնց հասկացա խորոված ենք ուտելու, հավն էլ բերեմ, չգիտեմ, Անգելինան է հիմնականում հավ սիրում, բայց դե չէ հերիքա լավ, սենց լավ մատերով կարևոր է, որ համը զգանք, պահ, որի մասին երազում եմ ամբողջ օրվա ընթացքում, թե երբ է հասունանալու այդ պահը, որ գալու եմ հասնեմ տուն, ու այս հենց համեղ է սուրճը վայելեմ, ու որոշեցի, որպեսզի արագ լինի ավելի շատ խորովածը, չսպասենք սմբուկը տապակեմ, բայց դե կտապակեմ, սմբուկը պղպեղը լոլիկ ու կսարքեմ աղցան, որովհետև համեմ էլ ենք առել, սենց սխտորով, համեմով, լավ համեղ աղցան կպատրաստեմ հեսա։
Նայք մի հատ բան է ձները հալվել է ու այսենց սեք հիմա ինչքան է տերևները որ են կոմ տանեմ ամբողջը տակը բանը նաղադանասա պետրուշկա ինչ ես անում ինքան լավ է որ եղանակը տաք է դեք ինչքան լավ է հալվում ձները արի գնանք ես կողմ նույնիսկ այնքան տաք է որ վիտեն ասում էր եկեք բանում պատշգամբում նստենք հաց ուտենք բայց դե ներքևը արդեն զոյկա սեղանա դրե զոյկան այնքան է մեծացել արդեն գնումներ է դասավորում սեղանա դնում արի այ գժուկ սպասի ու այստեղ սահադաշտն է էս մեր այնքան լավ էր սառել ու հենց որոշեցինք որ պետքա զոյկային բերենք այստեղ իջացնենք վիտոն բան արեց որ հասճանով իջացնենք որ ինքը բան անի սահի բաները հաճմուշկները հագցնենք ու հիմա բանա չնայած հենց սառածապես փափուկ է ջուրա տակը հալվել է ջուրը այտենց ու չհասցրեցինք ասում ենք թող ստեղ պարապի էլի լավ հարմար տեղ է փագա այն էլ չհասցրեցինք արի Ինչեր ես ման գալիս հողի տակ Օ ինչ լավ է որ եղանակը տաքանում է մարդու սիրտը բացվում է շնչառությունը բացվում է ամբողջը ջուր է տակը լինի քան շատ է ջուն եկել հալվել է բայց հենց չի քաշել հողի մեջ բարևներ ա ուղարկում տաքանա դուրս կանք հավաքենք սիրուն նստենք Դուր եթե պատրաստ է, հիմա քաշենք ու գնանք տուն անուշանենք բոլորիս բարի ախորժակ։ Ահա սա էլի մապսել, դե ինչ, բարի ախորժակ։ Սիրելիներս մեր վերջի հանդիպումից մի 2-3 ժամ անցել է արդեն բարձրացել ենք վերև սուրճ խմելու, սուրճը այստեղ միջև եփվի, այսօրվա գնաց այս մրգերից կտրատենք մի հատ։ Վերջ գնացինք սուրճ խմելու։ Տանձը շոտ խոմով էր։ Իրոք իմ ասածներ իրականությանը մոտ էր, շատ համեղ տանձ էր։ Իմ սիրած մրգերը այս սեզոնի համար դե մանդարինը ինչպես միշտ գիտեք, խնձորն անփոխարեն էլի է։ Կարալյոկը ամենասիրելի միրգը, տանձ եմ շատ սիրում, խոսքով միրգ սիրում եմ, բանան այդքան չէ մենակ, դա։ Սիրելիներս ու քանի որ ոչ միայն իմ չորացած կանաչիները, այլ նաև իմ խոտաբույսերն են վերջացել, եկել եմ թեյ ընտրելու ու ամենահամեղ թեյերը այս ժամանակահատվածում, որը օրդինացիայում էլ ենք խմում, այս դեղին թեյերն են, այս տեսակները շատ համեղ են։ Մենք մեր այսօրվա բարի լույսը սկսել ենք զոյկայի խնամքով, այսօր մենք լողացրել ենք, թշիկները կարմիր են, հիմա մազերը չորացնենք ու գնանք նախաճաշելու, չէ՞։ Դե պատտվի։ Վերջացրել, բայց հիմա տեսեք ինչքան է երկար է մազերը, ինչ է ուր է հասել։ Չեմ ես նշկե։ Բարի լույս սիրելիներս, ողջույն, հուսով եմ լավ եք, բարի շաբաթ առավոտ բոլորիս, Զոյկայից խնամքը վերջացրեցի ու պետք է իջնենք նախաճաշելու, որոշեցի մի հատ ձեզ ողջունեմ, նոր գնամ, որտեղ հետո կընկնեմ գործը, շնորհ այսօր կաշխատեմ մի քիչ շատ նկարել ու ինչ էի ուզում ասել, մեկ անգամ եւս Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այդքան ջերմ, այդքան սիրուն բարեմաղթանքների համար նախորդ վլոգում։ Իհարկե մեկնաբանություններին դեռ չեմ պատասխանել այս պահի դրությամբ, բայց ժամանակը գտնեմ անպայման, բայց կարդացել եմ ամեն մի հատ, յուրաքանչյուրը կարդացել եմ ու այնքան ուրախ եմ, այնքան նորից բոլոր յուրաքանչյուր մեկնաբանության հետ հուզվել եմ։ Իհարկե ներողություն եմ խնդրում, որ շատերդ գրել եք, որ դուք եք ինձ հետ հուզվել, դե հուզմունքը բնական երևույթ է, ոչինչ, կարևորը միշտ լինեն ուրախության արդյունքներ։ Իսկ ովքեր շատ-շատերը գրել եք, որ ոմանք արդեն ճանապարհել են երեխեքին, ոմանք սպասում են դեռ
Կրկին ու կրկին բոլորին ովքեր նոր են գնացել իրենց խաղաղ, անփորձանք, ուրախ ծառայություն, այսպես որ հարթ անցնի ամեն բան, իսկ ովքեր էլ որ վերադարձել են կամ նոր են վերադառնալու իրենց բարի գալուստ արդեն նոր կյանք ծառայությունից հետո։ Սիրելիներս, ինչն էր, որ ուզում էի ասեի, բայց տեսանյութում մոռացել էի, հիմա մի հատ ուզում եմ ասեմ, քանի որ հիմա ժամանակաշրջանն է այդ դիմավորելու զինվորներին ու գիտեմ, որ շատ ակտուալ է Հայաստանում այդ սիրուն դեկորացիաներ անելը, զինվորին պատշաճ կերպով դիմավորելը, նկարներում իհարկե իմ տեսանյութում այդքան լավ չէր երևում, որովհետև շատ չէի այսինքն շատ ունեի նկարներ, բայց դե քիչ էի տեղադրել, բայց ինչ եմ ուզում ասեմ, եթե ուզում եք ձեր զինվորներին պատշաճ կերպով դիմավորել այդպես արթ ու զարդարանքներով, եթե ունեք կնունքի, ծննդյան, դուրս գրման, չգիտեմ, շատ առիթներ, որ ուզում եք լինի այդպեսի գեղեցիկ դեկորացիա, տիկնիկներով, խաղերով, արջուկներով, փափուկ, այսպես այդ ամեն ինչով, կամ ուղղակի ուզում եք ձեր երեխաների օրը տոն սարքել, պատվիրել ինչ-որ մի հատ փափուկ խաղալիքով մարդուկ, արջուկ կամ տիկնիկներ կամ չգիտեմ ինչ, կարող եք դիմել այն աղջկան, այն հրաշագործ աղջկան, ով որ կազմակերպել էր այդ ամեն ինչը, իհարկե դա այդ ամենը արել էր իմ քրոջ Ռոզի տեքոր կինը, Աննան, ով արդեն երկար տարիներ է զբաղվում այդ գործով, հմուտ է իր գործում ու կարծում եմ հիմա, որ ասեմ էլ մեր մարզում շատ շատերը կճանաչեն իրեն, շատ շատերն են արդեն օգտվել իր այդ կազմակերպչական ծառայություններից, բայց գործում է իհարկե ոչ միայն մեր մարզում, այլ տարբեր մարզերում, տարբեր տեղեր գնում են ամուսիններով ու շատ սիրուն երեխաների մարդկանց առիթները տոն են դարձնում, կնունքի, ծնունդի, հարսանիքի, դուրս գրման կամ ուղղակի այսպիսի ամուսնության առաջարկ, չգիտեմ ինչ, այդպիսի եթե բաներ ունեք ու ուզում եք ինչ-որ դեկորացիա պատվիրել տորթով, ծաղկեփնջով կամ չգիտեմ ինչով կամ ես ամեն ինչ, ես հեռախոսահամարը Աննայի կտեղադրեմ իմ այս տեսանյութի նկարագրությունների բաժնում, մեկնաբանությունների առաջին մեկնաբանության մոտ էլ կդնեմ, որ իմանաք գներին, ծառայություններին ու այդ ամեն ինչին ծանոթանալու համար կարող եք զանգահարել իրեն, շատ բարեհամբույր կպատասխանի ձեր հարցերին ու եթե ասեք նաև որ դուք Կարինեի հետևորդն եք, կարծում եմ, որ ձեր համար կլինի հատուկ ուշադրություն, իհարկե բոլորը ունեն հատուկ ուշադրություն Աննայի կողմից, բայց հատուկ ուշադրություն եւ շատ լավ զեղչեր։ Այդպես սիրելիներս, ես հաջորդիվ կտեղադրեմ մի երկու նկար, որպեսզի ավելի պարզ լինի, բայց այդ ամեն ինչը իհարկե ուղղակի կերպով ներկայացրեցի ձեզ, կարծում եմ օգնած կլինեմ ոմանց, կարող ապատահի հենց այս պահին դուք փնտրում եք ինչ-որ մեկին, բայց չգիտեք ում։ Այդպես սիրելիներս, իսկ հիմա իջնում ենք ներքև, գնում եմ ներքև նախաճաշը, որոշել ենք այսօր սենց են հավեսով նախաճաշերից, ձու, նրբյաշիկ, այդպես գնում ենք նախաճաշենք ու հետո դե այսօրվա պլանների մեջ մտնում են խանութներ գնալը, գնումներ անելը, այդպես տնային գործերը դե իհարկե կան ու կան, երբեք չեն վերջանում, մի խոսքով իջանք ներքև նախաճաշելու։ Ահա սրանք մի երկու նկար Աննայի աշխատանքներից, իսկ ավելին իմանալու համար զանգահարում եք ներքևում նշված հեռախոսահամարով։ Իդեպ սիրելիներս մոռացա նշել նաև, քանի որ այսօր Սուրբ Սարգսի տոնն է, ուզում եմ շնորհավորել բոլոր սիրահարներին, բոլոր նոր ամուսնացած զույգերին ու բոլորիս, որովհետև յուրաքանչյուր մարդ էլ իր ամբողջ կյանքում պետք է լինի մի փոքր խենթ, մի փոքր սիրահարված, որպեսզի միշտ պահի այդ բալանսը, միշտ լինի ռոմանտիկ, ասենց այդ ուրախ, այդ պոզիտիվը միշտ պահի, դրա համար շնորհավորում եմ բոլորիս, այսօր բոլորիս տոնն է, իսկ ովքեր որ աղիբլիթ են կերել կամ ուտելու են, չգիտեմ այսօր են ուտելու, թե երեկ են կերել, մի խոսքով ուզում եմ, որ դուք տեսնեք ձեր երազանքների ասպետին, չգիտեմ այդ ամենը ինչքանով է իրականության համապատասխանում, բայց ամեն դեպքում ուզում եմ, որ բոլորիդ երազանքները իրականանա, իսկ անկախ աղիբլիթից, ովքեր որ ունեն նպատակներ, ում ժամանակը որ հասունացել է ու Աստծո կամքն է, թող որ այս տարի գտնեն իրենց
արժանի զուգընկերոջը ինչ չեմ ասում կեսին, որովհետև մենք կեսեր չունենք, մենք բոլորս ամբողջական ենք, ու եթե դու քեզ կիսատես համարում ու դրա համար ես կողակից ընտրում, այդ արդեն չստացված գործարք է, որովհետև յուրաքանչյուր մարդ պետքա իրեն զգա լիարժեք, ինքը լինի լիարժեք, ուղղակի իր համար գտնի իր համապատասխան զուգակցին, իր համապատասխան։ Ու հենց այստեղ տեղին է նշելը իմ բազմաթիվ աֆորիզմներից, այն ամենասիրելիներից, որոնցով ես միշտ կիսվում եմ Facebook-ում, Instagram-ում ու շատ շատերդ եք հավանում, այն որ այս պահին այսպես տեղին եկավ խոսքը հասավ, որ ասում եմ ձեզ երջանկացնելու այդ կարևոր այդ պատասխանատվությունը ոչ ոքի ուսերին մի դրեք, դա մեր պարտականությունն է, մենք պետք է մեզ երջանկացնենք, սիրելիներս, գնացինք։ Սիրելիներս, քանի որ վերջերս համացանցում շատ տարածված է այն fake ծկնկիթ պատրաստելը, իսկ մենք սև ծկնկիթի, ինչու՞ չէ, նաև կարմիրի սիրահար ենք, ու ասում են, այսպես ավելի օգտակար է, որոշել ենք պատրաստել։ Մեզ պետք է դրա համար նորի, պետք են չիայի սերմեր, մեզ պետք է սոյայի սոուս եւ ձիթապտղի ձեթ։ Մեն այստեղ ինձ մոտ 3 ճաշի գտալ չիայի սերմեր էր, տաք ջուր եմ լցրել վրեն, եռացրած ջուր։ Հիմա սենց կխառնեմ ու կտեղափոխեմ սառնարան, որ չիայի սերմերը ուռեն մեծանան ու հետո մանր կկտրատենք արդեն նորին, կավելացնենք ձիթապտղի ձեթ եւ սոյայի սոուս։ Ու հետո որ հավանենք, իհարկե արդեն հաճախակի կպատրաստենք։ Սիրելիներս, նախաճաշեցինք, վերջացրինք ու գնանք խանութ։ Գնումները 3 առաջ օր արել ենք արդեն մթերային, չգիտեմ, գնանք մի քանի բան կա ու ուզում եմ տակո մտնեմ մի հատ։ Mən ուզում եմ սկսեմ հենց դայքմանով այսօրվա գնումներս։ Հարմարավետ այս սեզոնի կոշիկներ եմ ուզում, որ մտնենք ներս մի հատ նայեմ։ Եկել է իմ համար բան գնելու, բայց դա Էլենիս համար։ Սա փոք գնեցինք, որտեղ հարմար ոչ մի բան չգտա։ Սեն սիրուն երկար, բայց շատ բարակ։ Այս որ հիմա այս աղջիկները սիրուն հագնում են սև գալգոտկաներով, շորտերով, կոժից կամ սովորական կամ յոկայով։ Սենց սիրուն շնորհավոր է ջան։ Մտենք դեմ աղջիկներին շամպուն գնալու։ Քոնը սրանք էր։ Սրանք ես տեսակ, սրանք ներկաց մազերի է գունաված սրանք, հետարդ շանգելինը որներ են, անգելինը հապնենք, մնանգել է վերցրու, ես մեկն էր, մեկ էլ, ես լապ նկարեն այն, ես էլ են նիսեսնենք միատ, սրանք էլ են նա օգտագործում, սրանք անգելին են հիմա ես պահին, դրանք են հավանում, Դու Էլենի սրա վանիլայինն էր ուզում, բայց վեճ չկա վանիլայինը։ Շատ լավն են սրանք, ես Victoria Secret-ի հողույրերը։ Դե քանի որ եկե հասել ենք այստեղ, ուղղակի էքշնի կողքով անտարբեր անցնել չենք կարա։ Այստեղ ինչն է։ Ամեն օր արդեն ծատիկի հետ կապված բաներն են։ Սիրուն գուններ։ Mən անցնելուց անդադ նկատում էի, որ տակոյում զեղչեր է, չնայած որ տակոյից չեմ կարողանում ես հաճախ առևտուր անեն, շուտ Զոյկայի համար էինք բաներ գնում Զոյկային երևի հիմնականում։
Բայց իմ համար երբևէ շատ քիչ շալվար եղել է տա բադ բան, բայց դե տեսնենք էլ ինչ կա։ Ինչպես միշտ առաջինը գնում եմ մանկական բաժինը։ Մանկական դեռահասական։ Այսպես միշտ սիրուն բաներ ա լինում, որ այսինքն ասենք ինչքան սիրուն է։ Սպիտակն է շատ սիրուն։ Ուй, կարելի է Զոյկայիս համար վերցնել։ Այս մեծերի է այս ավելի։ Այս սրանք մեծերի է։ Այս երևի Զոյկային կլինի։ Այս Զոյկայի սվիտրից է։ Զոյկային հաճախ եմ այստեղից բաներ գնում։ Ուй, սիրո շատ սիրուն։ Անջատեմ նայեմ, հետո ցույց կտամ ձեզ։ Էցի, բայց ոչ մի բան չգնեցի, այսօր մի տեսակ տրամադրված չէի գնումներ կատարելու։ Հատ էլ այստեղ մտնեմ, շնիցել գնեմ, երեխեքին երկուշաբթի օրը շնիցելներ են ուզել, որ տանեն դպրոց։ Սարքելու հետ ժամանակ չունեմ, ավելի լավ է մի տուփ գնեմ, իրանց սիրածը։ Արդեն գիտեք, որ ես խանութից շատ հաճախ եմ գնումներ կատարում, սրանք իմ երեխեքի սիրած երշիկներն են, առհասարակ երշիկների բազմազան տեսականի կա այստեղ, ու եթե ուզում եք տեղ տանելու համար կամ ինչ-որ sense առիթների բանի համար կարող եք գտնել ամեն տեսակի, իսկ սրանք էլ արդեն իմ երեխեքի սիրած շնիցելներն է, սովորական վիենական շնիցելներ, իսկ ես սիրում եմ ավելի շատ այն մյուս տեսակը, այստեղ վերևում, որ մեջը հալվող պանիր է ու շինկենա։ Սիրելիներս գնումներից եկանք, եկով երև սուրճ խմեցի, հիմա իջնում եմ ներքև, ճաշի պատրաստություն տեսնեմ, գնացինք։ Որոշեցի ամեն դեպքում մազերս ուղեղացնել, նոր իջնել ներքև ու անցնել իմ գործերին։ Հիմա մի հատ շատ արագ, ֆենեմ մի քիչ խոնավ էր, քանի որ դրսում խոնավ է, մազերս էլ դեռ խոնավ էր, առավոտ չէի ֆենել, դրա համար միանգամից սրանով եմ անում, որ համ ինքը չորացնի, համ ուղեղացնի, իսկ եթե արդեն իսկ չոր է մազերս, եթե շատ թաց է, լողանալուց անմիջապես հետո սրանով չի կարելի, Dyson-ով սրանով չի կարելի, որտեղ ինքը պետք է գոնե մի փոքր խոնավլի, չորացված լինի, լողանալուց անմիջապես հետո, եթե ժամանակ չունենք, ասենք, սպասելու, չորացնում ենք մի փոքր, հետո նոր օգտվում ենք սրանից, իսկ եթե արդեն չոր է մազերը, էլ ոչ մեկով էլ չեմ օգտվում ու իմ համար հեչ կարևոր չի, որ այն մեկը Dyson-ը կամ այն մեկը չգիտեմ ինչա, որովհետև եթե արդեն իսկ մի քիչ չոր է, Dyson-ի այս գլխիկները շատ լավ հարթացնում ինքը, բայց իմ համար միևնույնն է, ես կարող եմ իմ Remington-ով էլ, որը էլի շատ մեծ է, շատ լավ է հարթուկում, իրենով հարթուկեմ։ Այնպես որ դուք գիտեք, որ Dyson-ը ուղղակի Անգելինայի երազանքներ, Անգելինայի ծննդյան նվերն է, չնայած որ այն մյուսը իմ ծննդյան նվերն ա եղել դեռևս 4 տարի առաջ, իսկ ես ուղղակի Անգելի երազանքներ, ովքեր որ չեն տեսել այդ պահերը, այդ հուզիչ պահերը, կարող են Անգելինայի 16-ամյակի վիդեոն նայել ու կտեսնեն։ Ու հիմա մի հատ շատ արագ, քանի որ դեռ խոնավ է, ասի սրանով չորացնում եմ, միանգամից համեն հարթեցնում եմ ու իջնում ենք ներքև ճաշ պատրաստելու։ Գնացինք։ Դու մի քանի օր առաջ ինչ էիր ուզում մամայից։ Հիշում ես Ալեն ինչ էր ուզում, Ռաունը չգիտեր։
Յո։ Ամր ասում էր երեխեք ունեն դպրոցում, հլարա։ Սենց իջացրա, ալ կարաս մի քանդի, նայ սենց դուր։ Մամա սենց են Նայ, անում։ նայ, դու սենց պիտի մատիկդ մտցնես մեջը։ Գիտես դու ալ։ Հայս ես էլ գիտեմ։ Պետք է Դու հերու գնա հլա։ պետք է սենց բուտ բատ անեն։ Դյան, լավելան։ Գնացի։ Վերջ։ Էլ ուրիշ բան չեմ անում, հիմա եկել եմ, հիմա գնում եմ սառնարանից հանեմ սմբուկը, գազարը, սխտորը, թթվասերը, սմբուկը մաքրենք, դնենք մի հատ աղաջրի մեջ, որ լավ, ճանց դառը չեն լինում, դառնությունը ամեն դեպքում այդպես ավելի, հետո լավ չորացնում ենք տապակելուց առաջ, այդպես ավելի քիչ է ձեթը քաշում իր մեջ, պատրաստեմ ռոլերը ու ընթացքում մտածեմ ինչ եմ պատրաստում ռոլերի հետ, դե ավելի չգիտեմ, տեսնենք ինչ կուզեն, հասել եմ որոշեք մի հատ քննարկեք ինձ տեղյակ պահեք, մինչև ես աղցանի պատրաստությունը տեսնեմ, գնանք սառնարանից վերցնենք ու գնանք, ահա, այսպես հիմա ամբողջը մաքրեմ, այս հասության, այսպես կտրտում եմ ու աղաջրի մեջ եմ լցնում, հետո արդեն կտապակենք Ուրեմն, ահա, տեսեք, արդեն այսպես ջուրը դուրս է տալիս Հիմա արդեն կարող եմ այս սրանք հանել մի հատ անձեռոցիկների վրա, որ լավ չորանան որպեսզի հետո սկսենք տապակելը, իսկ այս կողմում արդեն սխտորն եմ քերել, հիմա այստեղ ավելացնելու եմ գազարը, կանաչի, աղ, սև պղպեղ և թթվասեր Այսպես սիրելիներս սկսում ենք արդեն տապակելը, իրենք համ արդեն լավ փափկել են, սենց համ էլ աղատեղը, հիմա մի հատ ներծծվի, այս ջուրը դուրս գա, սենց անձեռոցիկի վրա ու սկսենք արդեն տապակել։ Սիրելիներս, ահա, այստեղ արդեն սխտոր գազար, համեմունքներ, համեմ, հիմա խառնում եմ, հետո ավելացնեմ թթվասերը, սես լավ պինդ այս թթվասերը լավն է, որ պինդ եմ վերցրել, որ չհոսի էլի չծորա, ու ընթացքում այսպես մտքիս եկավ ինչ սարքեմ, որոշեցի, պատրաստեմ այսպես մեծ սունկեր էինք գնել երեկվա խորովածի համար, բայց դե քանի որ հենց բան արդեն աղցան պատրաստեցի, մտածինք ավելի լավ է այս թող մնա, սես մաքրել եմ հիմա իրանց մի հատ լվանում եմ արագ, շատ արագ ենք լվանում սունկը, որ ջուր չքաշի մեջը, այսպես լվանում ենք, շուր ենք տալի այլի անձեռոցիկի վրա, ավելացնելու եմ աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, սխտորի փոշի և թթվասեր ու դնելու եմ ջեռոց և հետո կպատրաստեմ նաև բրինձ ու կստանանք համեղ ճաշ, սենց հիմա մի հատ արագ բադրջանները մի կողմից տապակվում են, ահա, այսենց ձեռքերով զգուշորեն, որ չկոտրվեն, սենց ամբողջովին տարածում ենք ու այսենց եմ շարելու սինիի վրա, որ հետո կեսի մեջ կարակ կավելացնեմ, կեսի մեջ էլ հալվող պանիր, ովքեր որ պանիր չեն սիրում, կարակով, սենց, վերջի մա շարեմ սինիի վրա, ուրեմն պատրաստ է արդեն, լավ հիմա մի հատ նայեք, որ ձետ առհասարակ դուրս չի էլ տվել, տեսեք, մի երկու կաթիլ, Այստեղ էլ արդեն խճողակն է, շատ համեղ ու նաև ցանկության ու հնարավորության դեպքում ինչու ոչ պետք է նաև ընկույզ ավելացնենք, բայց ես ընկույզ չունեմ, չեմ էլ ավելացնում։ Այդպես սկսում ենք արդեն փաթաթել մեր ռոլերը։ Մենք դնում ենք ու այսպիսի ռոլեր ենք ստանում։ Սենց ահագին կլինի։ Բրինձս էլ արդեն պատրաստ է, փակել եմ, որ հատիկ բրինձ ստանանք արդեն պատրաստ է, բրինձն էլ է պատրաստ, սունկն էլ պատրաստ լինի ու արդեն նստենք սեղան, սունկն էլ հեսա պատրաստ կլինի, այսքան էլ ավելացավ, ես էլ Զոյկան շատ ասիրում, Զոյկայի համար կտավնեմ, դև սմբուկով չեմ կարծում, որ ուտի, հետպես։ Ժողովուրդ ջան, երեկո է արդեն,
Մենք հաց կերանք հավաքեցինք, բարձացանք վերև, մի քիչ հանգստացանք, սուրճ խմեցինք ու հիմա պետք է իջնեմ ընթրիքի արդեն պատրաստություն տեսնեմ, բայց ունեմ սենց մի հատ բնավորություն, որտեղից դիտիկ անող չեմ, այսինքն շաբաթ կիրակի է, կարող եմ ինձ լիարժեք պասիվ հանգստի տալ, բայց չեմ կարողանում ու մտածում եմ, որ չէ, արի կլինի իջի Կարինե ջան ներքև, քանի ամուսինդ զբաղված է համակարգչով աշխատում է, իջի մի հատ համով բան թխի, իր սիրած շարքից ու անակնկալ արա, համել երեխեքն էլ կուրախանան ու հիմա այդ մտորումներով իջնում եմ ներքև Գնանք տենանք ինչ ենք սարքում, չնայած որ արդեն մոտավորապես գիտեմ, դե ինքը ինչ է սիրում ու ինչ կարելի է սարքել։ Գնացինք ես մեր գիշերային լույսերը, որ վարվում, շատ եմ սիրում, որովհետև այս գիշերային լույսերի տակ շատ սիրուն վիդեոներ է ստացվում։ Բայց ես հենց դրա համար չէ, ուղղակի որոշեցի իջնեմ այս լույսերը։ Շատ սիրուն լույսեր է, շատ սիրուն սենց բան է տալիս։ Ասել եք, որ մազերս թափեմ, դրա համար այս տեսանյութում մազերս քանդած կապած չի, պես որ բոլորի ցանկությունն էլ հաշվի եմ առնում, դե գնացինք տայինք ինչ ենք սարքում, չնայած որ արդեն սենց ունեմ արդեն մտահաղացումներ։ Սիրելիներս ու մինչև այդ երկու հարգը իջա ներքև, արագ արդեն կողմնորոշվեցի ու որոշեցի, որ պատրաստում ենք մեղրով տորտ, բայց ոչ գրտնակովի, այլ քսովի, որ արագ լինի փոքր մի հատ մեղրով տորտ։ Հարկավոր է կարագ, կեսը գցեմ խմորի մեջ, կրեմի համար, ձուկ, ֆրեցուցիչ վանիլին, ալյուր, մեղր, շաքարավազ։ Ու վերջ այդքանը ու չեմ գոլոշու վրա անելու, միանգամից կրակի վրա եմ պատրաստելու, այնպես որ աչքաչափով ամեն ինչը մի բանը, որ սիրով ես պատրաստում, լավ է ստացվում, գնացինք։ Ուրեմն սկզբում շաքարավազը, կարագը և մեղրը հալացնում եմ, տաքացնում եմ, հենց մեղրը հալվում է, արդեն տաքանում է, կավելացնեմ փխրեցուցիչը ու նորից կխառնեմ, մինչև դառնա կարամելային, հետո կվերցնենք ու նոր մի քիչ որ բան լինի, կավելացնեմ արդեն, կավելացնեմ ձվերը և ալյուրը։ Հեսա մի կողմից էլ կրեմն էլ պատրաստեմ, որ շատ արագ մի կես ժամում արդեն պատրաստ լինի, տեսնեմ կհասցնեմ։ Ժամի դնգանց կեսը արդեն։ Եկ լծրեցի ու այսենց փրփռում է, և որ փխրեցուցիչը ավելացնում ենք հիմա մի քիչ էլ մարմանդ կրակով, հենց ենք անում, որ գույնը փոխի ու արդեն կարող ենք վերցնել։ Ես ունեմ նաև բաղադրատոմս, որ այս փուլում նաև խմորի մեջ էլի բան էի, գույզել եմ ավելացրել, բայց հիմա այսօր հասկացաք, որ գույզ չունեմ տանը, դրա համար աղցանի մեջ էլ չէի արել։ Այսօր կպատրաստենք մեղրով։ Տեսնենք ոնց է լինում։ Ինչով ես փրփրել։ Տեսեք, արդեն գույնը փոխում է։ Հարցրա տղես չես խանգարում, Ալենը Զոյկայի հետ այսինքն հագուստակ ապարապում, հագուստակն են անցնում 1-ը, 5-ինը ու 10-ինը, սենց տեսեք արդեն գույնը փոխում է ու բույրը, ոնց եմ սիրում այս մեղրի բույրը, սենց հեսա, արդեն անջատ եմ, ենքան որ մի քիչ էր ու արդեն հարեչի մեջ կտեղափոխեմ ձվերը, կհարեմ, միջև ես մի փոքր գոլանա ու կավելացնեմ ձվերի վրա։ Սիրում գույնը։ Ահա, այստեղ արդեն խմորս է, կարող ենք թողնել մի փոքրել ինքը ավելի մքանար, ուղղակի այս սենց լավ է։ Այստեղ ձվերը հիմա հարում եմ, մինչև ձվերը լավ հարվի, հեսա ուժեղացնեմ, արդեն բան կարող եմ ասել կավելացնեմ արդեն այս մասը։ Ուրեմն այսպիսի քսվող խմոր եմ ստացել, տեսեք, մի քիչ կապրիզնի քսվող խմոր, հիմա քսում ենք
յուղաթղթերի վրա ավելի լավ է մի անգամից սկսենք, որտեղ հետո որ ինքը մի քիչ սառեց, էլ դժվար է լինելու քսելը։ Մի անգամից 3 թղթի վրա կքսեմ։ Մեկը հանեցինք, մյուսը տեղավորում ենք։ Ժողովուրդ ջան, եկել ենք մի հատ փորձեմ։ Ուրեմն, առաջին բանը, որ կփոխեի հաջորդ անգամ, որ նորին լավ բլենդով կմանրացնեի, կդարձնեի փոշի։ Ու այդ, որ էսենց երևում է ինքը մեջը, այս համի համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Իհարկե կարակել կարող եք տակը քսել, բայց եթե ուզում եք ամբողջովին վեգան այսպես բան ստանալ, ասենց առանց կարակի, ես հիմա կկծեմ ու իմ անկեղծ կարծիքը ձեզ անպայման կասեմ։ Ժողովուրդ, համը մեկին մեկ նման է։ Այն որ ընկնում է ատամների տակ, այդ էլ ինքը ոնց որ չնայես, չիմանաս ինչ է, ու էլի եմ ասում, որ այս մանր բաներն էլ չլինեն մեջ, որ լավ բլենդով անցկացնենք, ինքը լրիվ սև կլինի ջուրը, այդ հեղուկը։ Ինքան համով է, իրականում շատ նման է համը, լրիվ ոնց որ սև իկրա ուտես, զգնգիթը, շատ համեղ է։ Պես որ եթե ուզում ենք, դե չկա հնարավորություն, պես չի որ մեր տներում ամբողջ օր ձկնկիթ է, բայց դե եթե ուզում ենք ավելի առողջ, օգտակար, բուսական, այսպես կարող ենք այ բանի ժամանակ շատ բան կլինի, լավ կլինի, ասենք հիմա պահքի շրջանն է մոտենում ու կարելի է պատրաստել լրիվ բնական բաղադրիչներ, մեզ հարկավոր է միայն չիայի սերմեր, նուրի այդ մսուշի թերթիկները, ջրամուրները, ջրի մուրները և ջուր, սոյայի սոուս ու ձիթապտղից այդ վերջ։ Բույրն էլ, հոտը լրիվ ամեն ինչ, որ աշկերտ փակուտես չես տարբերի։ Ես իմ ժամանակի մեջ տեղավորվեցի, ու այլի մոռացել եմ, որ պետք է նկարեի, ուղիղ 6-ից կես վերջացրել, այսինքն մի ժամ ու արդեն ամեն ինչ տորթը ամբողջովին պատրաստ է, հեսա ամանները դնեմ մեքենան ու գնանք սուրճ խմելու։ Ժողովուրդ ջան, իհարկե, դեռ շատ տեղ ունի փափկելու, շատ ջուր է, ամեն դեպքում կտրեցի գնանք սուրճ խմենք։ Մինչև վաղը կփափկի կսառի, արդեն սիրուն կտրված կկանենք։ Դե ինչ սիրելիներս, այս գեղեցիկ կադրով էլ ուզում եմ ավարտել այսօրվա վլոգը։ Լավ մնացեք, կհանդիպենք առայժմ։